Այն, որ եկեղեցու սպասավորներից շատ-շատերին են ժամանակին, խորհրդային տարիներին ներգրավել տարբեր process-ներում, դա գաղտնիք չի, դա բոլորը գիտեն, այդ մասով բազմաթիվ նաև քննարկումներ են ժամանակին եղել եւ այլը, գիտենք, որ նաև շատերը չեն համաձայնել, շատերը դրա պատճառով նաև նույն 37 թիվն են տեսել եւ դատապարտվել են եւ սպանվել են, խեղդամահ են արվել եւ այլը, այսինքն այսպիսի իրավիճակներ մենք պատմության մեջ ունեցել ենք, բայց այն, որ եկեղեցին եւ շատ հաճախ այս հիմնական այդպես նարատիվն է տարածվում, որ պետությունը հարձակվել է եկեղեցու վրա։ Սա իրականում շատ մանիպուլատիվ է, որովհետև նախ պիտի հիշենք, իսկ որտեղից այս խնդիրը ծագեց։ Եվ այս խնդիրը, այսինքն եթե շատ հետ չգնանք, չհիշենք 2018 թվականը, ընդ որում 2018-ին հենց եկեղեցու դեմ process-ը, որը որ այդպես ինչ շարժում էր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումներ, որը որևէ կերպ պետության հետ կապ չուներ, որը որևէ կերպ քաղաքասարակության հետ կապ չուներ, սա ըստ էության իրականում հենց եկեղեցու ներսում ստեղծված process էր եւ այդ եկեղեցու ներսից էր այդ գործընթացը մեծ հաշվով կառավարվում, սա հենց իրենց ներքին խնդիրն էր,